Բագրատ Սրբազանին մեկ ժամ ուշացումով են իրավապահները դատարանի դահլիճ ուղեկցում։ Նա երկար է սպասել տանը, մինչև համազգեստավորները բարեհաճ են գնալ իր հետևից։ Այդ ընթացքում հասցրել է այգուց ծիրան հավաքել, որ հյուրասիրի դատարանի բակում հավաքվածներին։ Բագրատ Սրբազանի դատարանի դահլիճ մտնելուց անմիջապես հետո 30 րոպե ընդմիջում է հայտարարվում։ Մինչ այդ դատարանը որոշել էր փոխել ՀՅԴ անդամ Իգոր Սարգսյանի խափանման միջոց տնային կալանքը և սահմանել վարչական հսկողություն։ Անփոփոխ է երկրից բացակայելու արգելքը և 2 միլիոն դրամ գրավը։ Իգոր Սարգսյանը նաև իրավունք չունի շփվել դատավարության մյուս մասնակիցների հետ։ Վարչական հսկողության ընթացքում պարտավոր է շաբաթական մեկ անգամ պրոբացիայի ծառայություն ներկայանալ։ Անհապաղ վերացնել Արթուր Լավրենտի Սարգսյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը որպես խափանման միջոց։ Փաստաբան Արամ Վարդևանյանը դատարանին միջնորդություն է ներկայացնում անհապաղ վերացնել Հայաստան դաշինքի ցուցակով պատգամավորի մանդատ ստացած Արթուր Սարգսյանի խափանման միջոցը։ Սահմանադրական դատարանի 2021 թվականի որոշման համաձայն անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից չի կարող պահվել անազատության մեջ։ Նախքան լիազորություններ ստանձնելը պատվարժան դատարան ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակը ձեռք բերած անձը պետք է ողջամիտ հնարավորություն ունենա նախապատրաստվելու այդ լիազորությունների ստանձնման։ Միջնորդությունը սակայն մերժվում է։ Արթուր Սարգսյանի տնային կալանք խափանման միջոցը մնում է անփոփոխ։ Այս մի տարվա բոլոր որոշումները, այս որոշումները իմ համար անակնկալ չէր հարգարժան դատարան, բայց մի հատ հետաքրքիր բան կա։ Դուք արդեն ամսի 30-ին խափանման միջոցի իմ հետ կապված նիստ կա, հələ 30-ին պիտի որոշենք, էլի, հիմա կողքից բոլորը անաչառ դիտորդի նոնը, դուք ասում եք օգոստոսի 2-ին, արդեն որոշումը կայացրել եք 30-ին, ձեր բարերն եմ ասում, օգոստոսի 2-ին կարա Սարգսյան Արթուրը պրոբացիայի ոստիկանները գնալ ազգային ժողով, դուք արդեն, եմոս դուս եկեք ընդմիջան, atե 30-ի որոշումն եք, հրամանել եք ստացել, միանգամից հրապարակա, Փաստաբանները կարծում են, որ Սրբազան պայքարի գործը քննող դատավոր Կարեն Ֆարխոյանը ճնշումների տակ է։ Ճնշման միջոց է նաև կարգապահական նախազգուշացումը, որը նա այս շաբաթ է ստացել բարձրագույն դատական խորհրդից։ Թե արդյոք այս ամենը ձեր որոշումը այս ձևով, այս տրամաբանությամբ կամ տրամաբանությունից շեղված, պայմանավորված է նրանով, որ ձեր նկատմամբ նաև կարգապահական պատասխանատվության միջոց է կիրառվել ըստ զանգվածային լրատվության միջոցների։ Ես չգիտեմ, բայց այդտեղ շատ մեծ ողջամիտ կապ եմ տեսնում։ Այսքանը ես անկեղծորեն եմ ասում, թող սա չլինի մեր դատական իշխանությանը ընկալելու մոտեցումը։ Այն ինչ դուք այսօր արեցիք։ Աննա Գյուլնազարյան, Աշոտ Մնոյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։